Այն, որ հաջորդ տարվա բյուջեն սոցիալական է, հեքիաթը հիշեցնում։ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, քանի որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում հաջորդ տարվա համար չի նախատեսվում, դա իր անմիջական ազդեցությունը կունենա բնակչության կենսամակարդակի վրա։ Մեր բնակչության վիճակը վատանալու է բնականաբար նախ եւ առաջ սոցիալապես ավելի անապահով տարի։ Այսինքն իշխանությունը գնում է ակնհայտորեն աղքատության մակարդակի բարձրացման։ Այդպես է թե չէ։ Կտեսնեք արդյունքները, ասենք այս տարի շուրջ 1.5-2% աղքատության մակարդակը կբարձրանա, կարծում եմ 35 մինչև 6% կհասցնեն, մյուս տարվա արդյունքում ևս 2%-ով աղքատության մակարդակը բարձրանալու է։ Հիմա այդ բյուջեն սոցիալական է, թե սոցիալական չի, արդեն ինքներդ դատեք։ Կարծում եմ ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարվա բյուջեները զարգացման, առաջընթացի բյուջեներին, այս էլ սոցիալական բյուջեը ճիշտ է։ Այսինքն այս բյուջեի մեջ էլի դրված է մի ական, որը սոցիալական այդ պոչը ականը, որը մեր ցավոք մեր հասարակության, մեր բնակչության այսպես անապահով տարի վրա է տարածվել։ Այսինքն շարունակում է այս գործընթացը, Հարավային Կովկասում Հայաստանը այո ամենաաղքատ երկիրն է եւ շարունակվելու է աղքատացման գործընթացը։ Իսկ սա հավատացեք սարսափելի մի երևույթ է, սարսափելի, որը զրկում է Հայաստանի։ Սա անխուսափելի էր, եւ ինչ նախորդ բյուջեի համեմատ ասում են, որ շատ վատ եւ վատ ժառանգություն է ստացել։ Դե գիտեք, ժառանգությունը ստեղծում է ճիշտ այնպես, ինչպես ստեղծում է։ Հիմա դուք ինչ ժառանգություն եք թողել։ Դե ժառանգությունը հավանաբար այս մամուլի ասորիցներն է, ձեր գործունեությունն է։ Այս գործունեության հետևանքն է, չէ՞, որ եթե ասում ոչ մի լրագրող այստեղ չկա։ Նույնը սա է։ Սա բարձ հետևանքն է այն համակարգի, որը ստեղծվել է, որը արդեն իշխող է դարը։ Տեսեք, այն որ ասում ենք, դա հենց այնպես խոսք չի, մենաշնորհներ, կոռուպցիա, այս ամեն ինչը իրողություն է։ Այս ամեն ինչը իրողություն է, որը իհարկե համալրվեց կամ այս վիճակը վատթարացումը արագացավ արտաքին գործոնների ազդեցության տակ, բայց Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ընդհանրապես կարելի է ասել Հայաստանի Հանրապետությունը մի համակարգ է, որտեղ իշխողը այս երևույթներն են, մենաշնորհներ, ընդ որում այս մենաշնորհների մեջ նախ եւ առաջ քաղաքական մենաշնորհն է։ Տեսեք, եթե խոսում ենք կոռուպցիայի մասին կամ մենաշնորհներ, առաջինը քաղաքական կա իշխող ուժ, որը այլ բան չի կարողանում պատկերացնել բացի իրենից եւ ոչնչացնում է ամեն ինչ որ կարող է ընդդեմ այլընտրանք, ընդդեմել չէ, այլընտրանքային ցանկացած միտում ոչնչացնում է իշխող ուժը։ Այս պարագայում որ տեսնում եք, սենց տխուր բյուջեի վերջացնում խոսքս հետո, այս տխուր իրավիճակը դրանով է պայմանավորված։ Վատ բյուջե է, բայց այլընտրանքային ոչ մի առաջարկ հրապարակում չկա։ Որտեղ կա իշխող ուժ, որը լավ անի, վատ անի, սխալ անի, ճիշտ անի, մեկը ճիշտ է դուրս գալու եւ հայտնի է հաջորդ ընտրություններին հաղթելու է եւ բացի ամեն ինչից այս նեղմաջանին մի հատ էլ սահմանադրությունն է մեզ պարգևել։ Ուրեմն առաջի խնդրեմը, որ մեր հասարակությունում կա, դա այլընտրանքների բացակայությունն է, նախ եւ առաջ քաղաքական դաշտում, հետո արդեն տնտեսության մեջ, որտեղ այո մենաշնորհներ է, կոռուպցիան նախ եւ առաջ քաղաքական երևույթ է։ Այդ որ ընտրակաշար ասում ենք, սա արդեն դարել է համակարգ։ Սրանից չես արդեն բան անես կամ հեղափոխական վճիռներ պետք է կայացնես այս հաղթահարելու համար։